Եվ ես մի անգամ հասկացա, որ այդ Տիրոջ բոլոր խոստումները այո եւ ամենն ունի երկու կողմ։ Այոն Տիրոջ կողմն է, ամենը մեր կողմն է։ Եվ Տիրոջ խոստումները այո եւ ամեն են մեր կյանքի մեջ են ժամանակ, երբ որ մենք Տիրոջ խոստումներին ամեն ենք ասում։ Որ մենք ասում ենք այո, Տեր, թող այդպես լինի, Տիրոջ խոստումները կատարվում են մեր կյանքի մեջ։ Ես մինչև որ այսօրվա խոսքով կիսվի, մի քիչ վկայություններով, պատմություններով, ես ուզում եմ մի հատ նկար ցույց տամ, եթե կարելի է իհարկե։ Նկարի մեջ ցուգ է, չէ, էսի։ Այս նկարը, որ երևա, ինքը ծագումով հույն, ռուսներն համարում են ռուս, ուկրաինացիները համարում են ուկրաինացի, բելոռուսները համարում են բելառուս, ինքը Արխիպ Իվանիչ Գուինջի, կարող է լսել եք այս անունը, ինքը մի հատ հանրաճանաչ նկար ունի, որը կոչվում է Լուսնային գիշերը Դնեպրի վրա, ինքը մինչև հիմի լույսի այդ խաղի գաղտնիքն է մեջը պարունակում, շատերը չեն կարողանում բացահայտել, ոնց է ստացել, որ այն ժամանակ կարծես լույս է ճառագել։ Իսկ այս նկարը ինքը այն ժամանակվա յուրահատուկ նկարներից մեկն է, որը ամբողջ Եվրոպայում ֆռացել է որպես մեկ նկարի ցուցահանդես։ Այսինքն լուրջ բան է, ասենք տնեն ամբողջ Հոլանդիան, կար հավաքվել, որ այդ մեր նկարը նայեր։ Եվ այս նկարի գաղտնիքը կանաչ գույնն է։ Որ ամբողջը նկարած է կանաչ գույնով։ Բայց երբ որ դու ուշադիր նայես, այդտեղ ուրիշ գույներ էլ կան։ Եվ այդ ամբողջը կանաչի գույների խառնուրդ է, շատ հետաքրքիր է։ Եվ երբ որ պիտի շատ ուշադիր նայես, որ տեսնես այդ խաղերը։ Եվ մի քիչ էլ որ ուշադիր նայես, տեսնես իր պրոֆիլը, էսի իր պրոֆիլն է նկարը։ Ուղղակի նկարի որակը մի քիչ մեծություն ենք այն չէ, այդ իր մորուքը, քիթը, բեղերը, մազերը, բան, ասում են, որ ինքը այդ Գուինջի պրոֆիլն է։ Եվ երբ որ ես այս նկարի մի անգամ նայեցի, ասեցի, տեսեք, մեր Աստվածը էլ այսպեսին։ Առաջին հայացքին, երբ որ նայում ես Աստծո գործերը մեր կյանքի մեջ, թվում է պարզ, հասարակ, ինչ կա։ Մի ապապաղաղամեն Կիրակի նույն հավաքույթը, նույն ժողովուրդը, նույն երկերը, նույն պաշտամունքը, բայց երբ որ դու խորանաս այդ ընթացքի մեջ, դուք տեսնես, որ մեջը գույներ կան թաքնված, եւ Աստծո պատկերը կա թաքնված այդ ամեն ինչի մեջ, որ մենակ ուշադիր աչքը կտեսնի։ Եվ հետո մտածեցի, որ մենք էլ Աստծո այն ստեղծագործությունն ենք, որ եթե մենք ուշադիր եղնենք Աստծո կամքին մեր կյանքի մեջ, Աստվածը մեզի կարծես դարձրել մեկ նկարի ցուցահանդես։ Ու ի տես է դրել այս աշխարհի մեջ, որ աշխարհը մեզի նայելով իրան տեսնի։ Եվ մենք էլ առաջին հայացքից այս աշխարհի համար պարզ, հասարակ, պրիմիտիվ մի հատ բան ենք, ինչ ենք այդ հավատացյալները կտցրած, կներեք կոպիտ խոսքից համար։ Բայց բավական է լուրջ հավատացյալի հետ կամ վերստին ծնված հավատացյալի հետ մարդը մի երկու բառ խոսի եւ ինք Աստծո ձեռքը պիտի տեսնի այդ բանի մեջ։ Ու բան կա մի հատ հետաքրքիր, չեմ ուզում այդ տեղերը մտնենք, լավ ասեմ, մենք նման ենք այն մարդկանց, որոնց որ Աստված կամ կյանքը կամ բանը թաքցրել է քարանձավի մեջ, խավարի մեջ։ Եվ հետո մարդիկ հերթով Տիրոջը ճանաչելով, վերստին ծնվելով դուրս են գալիս այդ քարանձավից, լուսավորվում ենք, ճանաչում ենք Աստծո լույսը, բայց Աստված մեզի չի թողում այդ լույսի մեջ։ Աստված մեզի լուսավորելով նորից հետ է ուղարկում այդ խավարի մեջ, այդ քարանձավի մեջ, որպեսզի մենք ուրիշներին դուրս բերենք։ Եվ ես ուզում եմ այսօրվա իմ պատգամը սկսեմ մի հատ պարզ ճշմարտություն։ Բացեք խնդրեմ Ծննդոց գլուխ, առաջին գլուխ, առաջին համար։ Ինչը հայրեն էլ կարդանք, չէ։
Ծննդոց գրքի առաջի գլուխ, առաջին համարի, առաջին բառը, որը հայերենում երկու բառ է, կոչվում է սկզբում Աստված։ Եվ այս սկզբում Աստված բառը մի քանի նշանակություն ունի մեր համար, այն որ մենք մեր կյանքի մեջ ամեն անգամ դիտեցինք, որ ամեն ինչի սկիզբը Աստված է։ Գիտեք, եթե դուք առիթ ունենաք նայեք ուրիշ կրոնական ու փիլիսոփայության գրականություն, բան, օրինակ Ղուրանը սկսվում է նրանով, որ գիրքը նվիրված է Աստծուն։ Վայ մալախը սեմագուշը վայ։ Եվ իրանց բանի կենտրոնը, կերոնի կենտրոնը Ղուրանն է։ Համար իրանց համար շատ վիրավորական է, երբ որ մեկը Ղուրանը պատրե, բան է, իրանց համար շատ, այսինքն կերոնի կենտրոնում Ղուրանն է։ Եվ անցնի 1000 տարի, ինչ որ այնտեղ գրված է, տառացիորեն իրանց համար անփոփոխ է։ Բուդդիզմը որպես կրոն ինքնընդհանրապես Աստված ճանաչողական կրոն չէ, Բուդդան ինքը ագնոստիկ էր, ինքը չէր հավատում Աստծո գոյությանը։ Գիտեք որ վերևը ինչ որ մի հատ բան կա, ինքը ինքնաճանաչողության փիլիսոփայություն է, ինքը կրոն Բուդդան ընդհանրապես Աստծո մասին ոչ մի տրակտատ չունի։ Զրադաշտական կրոնը, երբ որ բացեք առաջին էջերը նայեք, մարդու տառապանքից ու չարչարանքից է խոսում, այնտեղ էլ ինչ որ Աստված ճանաչողության բանին չկա, բայց մենակ Աստվածաշունչն է սկզբում Աստված։ Ինչի՞, որովհետև երբ որ Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը, ինքը երկրորդ մարդու կարիքը չունի, ինքը օգնականի կարիք չունի, ինքն է ստեղծողը, ինքն է ամեն բանի սկիզբը։ Դրա համար մեր հավատքի ամեն բանի սկիզբը եւ հիմքը տեղնի Աստված։ Ամեն։ Եվ այս խոսքը եբրայերենում, որը գրված է սկզբում Աստված, բառացիորեն նշանակում է բարիշիտ, սկիզբն է եբրայերեն, բայց ինքը հետաքրքիր է, ինքը ոչ թե նշանակում է սկզբում, այլ հանուն նրա, ով ի սկզբանե կար, կամ հանուն որդու։ Ինչ հետաքրքիր է, չէ՞, որ այս ամբողջ ստեղծագործությունը Աստված արել է իր միածին որդու համար։ Ամեն։ Եվ մեր Աստվածաշունչը գրքի մասին չէ, պատմության մասին էլ չէ, գրականության մասին էլ չէ, հետաքրքիր դեպքերի մասին էլ չէ։ Մեր ամբողջ Աստվածաշունչը Աստծո որդու մասին է։ Դրա համար մեր հավատքը Աստծո բոլոր խոստումների այո եւ ամենը կառուցված է Աստծո որդու վրա։ Եվ եթե մեր հավատքը հիմնված չէ Աստծո որդու վրա, մեր հավատքը վերացական է, տարածական է, կամ բան է, ինքը կարող է զուտ փիլիսոփայություն, զուտ կրոն, բայց երբ որ մեր հավատքը կենտրոնացած է Հիսուս Քրիստոսի վրա, նշանակում է ինքը անձի հետ ձևավորվող հարաբերության վրա է։ Չեմ, դուք ինձ հասկանում եք, թե չէ։ Իսկն ամբողջ մեր կյանքի ընթացքում մենք սովորում ենք ճիշտ հարաբերություն ունենալ Աստծո միածին որդու հետ, Աստծո հետ, Սուրբ Երրորդության հետ։ Գիտեք, երբ որ մենք ասում ենք, որ հայրը սիրում է, որդին սիրում է, Սուրբ Հոգին սիրում է, հոր սերը, որդու սերը ու Սուրբ Հոգու սերը նույն սերն է, իրարից չի տարբերվում։ Ինքը նույն տեսակի սեր է, իրան ճշմարտությունը նույն տեսակի ճշմարտություն է, որդու մոտ ուրիշ ճշմարտություն չէ, հոր մոտ ուրիշ ճշմարտություն։ Եվ ինչ մի հատ հետաքրքիր բան կա, որ Հովհաննես առաքյալը ասում է Աստված սեր է։ Բայց այդ Աստված սեր է հասկացողությունը չի նշանակում, որ Աստված նստած ինքն իրան այդպես սիրում է, ասում է սիրո համար օբյեկտ է պետք, ամեն։ Երբ որ մենք ասում ենք Աստված սիրում է, ուրեմն պետք է մեկը երկրորդը, ում հանդեպ Աստված իր սերը ցույց է տալիս։ Եվ ում էր Աստված սիրում հավիտենականությունից առաջ, երբ որ մարդը չկար, երբ որ հրեշտակները չկային։ Ում հանդեպ էր այդ սերը։ Իր որդու հանդեպ էր, Սուրբ Հոգու հանդեպ էր։ Եվ այդ արտահայտությունը, որ Աստված մեկ է երեք անձի մեջ, այդ անձը պերսոնա բառը, դեք ինչ է նշանակում։ Նշանակում է դիմակի առաջը դրված խոսափող,
որը ուղղված է երկրորդ անձին։ Այսինքն առանց այդ դիալոգի, առանց այդ զրույցի, առանց այդ հարաբերության, երրորդության մեջ էլ անձ չկա։ Աստված երբ որ մարդուն ստեղծեց, ինքը ասեց, որ լավ չէ, որ մարդը մենակ լինի։ Այդպես որ մարդը ասավ, լավ չէ, որ ես մենակ եմ, Աստված բանը մերա։ Ձեռքից մեկ կնիգն բանում չկա, տարամը տես։ Աստված ասեց, որ լավ չէ, որ մարդը մենակ է։ Ինչի Աստված ասեց, որ լավ չէ, որ մարդը մենակ է, որովհետև Աստված մարդուն ստեղծել է իր պատկերով ու նմանությամբ, եւ մարդը մենակ ինքը անձ չէ, որովհետև անձ եղնելու համար, պերսոնա եղնելու համար երկրորդն է պետք։ Եվ եկեղեցին մենք ասենք, ինչ պետք է մենք եկեղեցի գանք, ինչ ենք ման, այդ տունը նստած YouTube-ով կնայենք քարոզ։ Առաջին հայացքից, եթե դու հայտնվես մի հատ այնպիսի իրավիճակների մեջ, որ դու ֆիզիկապես ի վիճակի չես եկեղեցում լինելու, ճիշտ է ու նորմալ, փառք Աստծո, հնարավորությունների համար։ Բայց երբ որ դու ունիս հնարավորություն, ժողով կարելի չէ, ասենք ժողովուրդ ջան, հա։ Սիրելի քույր եղբայրներ, մեր մկրտական եկեղեցու մի հատ եղբայր եղել ռուսախոս, հայ ռուսախոս, ինչ ասել է, սիրելի քույր եղբայրներ։ Քույր եղբայրներ։ Սիրելի քույր եղբայրներ, եկեղեցի եւ միասնական երկրպագելու իմաստը մենակ քարոզ լսելը չէ։ Աստված ճանաչողությունը մենակ քարոզով չէ։ Աստված ճանաչողությունը քրոջ եղբոր հանդեպ սիրո ցուցաբերումն է։ Երբ որ դու սկսես սովորել Աստծուց, սիրել քրոջը եղբորդ հարազատի մտերիմից, եւ սերը սկսե դրսևորվել այն ժամանակ, երբ որ դա հարմար չէ։ Եվ միշտ կան մարդիկ, որոնք ասեն մեր եկեղեցում սերը քիչ է։ Կան տեսույթերի մեր եկեղեցում, գիտեմ որ չկան, մեր մոտ չկան, բայց ես հանդիպել եմ ուրիշ մոլորակներում, հանդիպել եմ տես մարդկանց, որոնք որ ասեն որ մեր եկեղեցում սերը քիչ է։ Սիրելիներս, ոչ մի մարդ, ոչ մի եկեղեցի, ոչ մի համայնք, ոչ մի ժողով չի կարող քեզի համար բավարար սեր արձակել, ինչպես որ Աստված քեզի կարող է։ Ամեն մարդ, ինչպես որ դու ունիս սիրո կարիք, այդպես էլ ինքը ունի։ Մենք Աստծո սերը մեկս մյուսից տալիս ենք, բայց վերջի Աստծուց ենք վերցնում, չէ՞, Աստծո սերն է։ Եվ մենք պարտավոր ենք մեկս մեկի սիրենք ու համբերենք մի հատ պարզ պատճառով։ Չէ՞ որ քեզ էլ մի ձևով համբերում են։ Միշտ կմտածես, որ դու ուրիշին կհամբերես, չէ՞։ Մտածես, որ քեզ էլ կհամբերեն, այդպես չէ՞ որ միշտ քու կողմդ է։ Եվ ես նոր աղոթքի մեջ, երբ որ կաղոթենք, ես հիշեցի Մովսեսին։ Ես մի կամ կամացից իմ թեմային։ Ես հիշեցի Մովսեսին։ Մովսեսը ունեցավ մի հատ փորձ օգնելու իր հարազատներին, հրեաներին, ու անհաջող էր իր փորձը։ Հետո ինքը քիշեք փախավանապատ 40 տարի հետո ինքը Աստծո հետ հանդիպում ունեցավ։ Այս թեման շատ է խոսվել, շատ է քարոզվել։ Բայց այդ հանդիպման հետաքրքիր մասը ինչ է։ Նախ, որպեսզի Աստված ուղարկի իր ժողովրդին փրկելու, Մովսեսին ուղարկի փարավոնի մոտ։ Դա նշանակում է, որ Մովսեսը այդ մակարդակի հայտնություն պետք է ունենա, որպեսզի ինքը կարողանա այդ մակարդակով կանգնի։ Երկրորդ, որպեսզի ինքը այդ մակարդակով կանգնի, իրան այդ մակարդակի հավատք է պետք։ Որպեսզի ինքը այդ մակարդակի հավատք ունենա, իրան այդ մակարդակի Աստված ճանաչողություն է պետք։ Եվ դրա համար ինքը, երբ որ Աստված կսե գնա եւ ասա, ինքը կսե, ինչ ասեմ, ով ինձ ուղարկել, հոչի սենց թուպն է ուղարկել, թուպ դեպի մոտը կանգնած էինք, թուպը վառավ, ես էլ եկա, դու ով ես, ինքը շատ ճիշտ հարց կուտա ասում։ Այդ ամինչ ասեմ, ով ինձ ուղարկել։ Եվ Աստված այդտեղ տալիս է Մովսեսին մեծագույն հայտնությունը։ Ինչ է տալիս մեծագույն հայտնություններից մեկը, որովհետև Մովսեսը պետք է կատարե մեծագույն առաքելություններից մեկը։ Եվ Մովսեսի չի բավարարվի իր կոչումը, չի բավարարվի, ոչ թե Մովսեսը իր կոչուման համար բավարար չէ, թեթև
մակարդակի ինչ-որ մի հատ հայտնություն։ Դե լավ է, դե օծը գցեցիր, փետ դառավ, փետը գցեցիր, օծ դառավ, հերիք էլի հեր գնա։ Ինքը պիտի գիտենա ով է իրան ուղարկողը։ Եվ դրա համար ես օրեցնում խոսեմ Աստված ճանաչողության մասին։ Որովհետև հայտնությունը, Աստված ճանաչողության հայտնությունն է, որ մեզի տանում է մակարդակից մակարդակ։ Եվ հավատքից հավատ, զորությունից զորություն։ Եվ մեր հավատքը, քրիստոնեական հավատքը, ինքը ինչով է տարբերվում, օրինակ, կարանք շատ տարբերություններ բերենք, բայց մեր հայտնությունը, մենք որ հայտնությունը ստացանք, ես փորձեմ մի քիչ այդ տերմինները բանեն եմ, բարձրացրած։ Լավ, կա մի հատ այսպիսի բան, հասկացողություն։ Ես տերմիններս եմ, հետո կբացատրեմ։ Ինքը կոչվում է էզոտերիկ վերապրումներ։ Եվ լսել եք, էզոտերիկա եւ այլն, մի շատ է տարածված YouTube-ներով, չգիտես ինչերով, հազար ու մի տեսակ գուշակություններ, բաներ։ Դա ինչ է։ Իրանք սովորեցնում են, որ հոգևոր աշխարհը ինքը փակ է բոլորի համար եւ միայն հատուկ ընտրված մարդիկ, հատուկ ճանապարհներ, հատուկ աստիճաններ անցնելով մուտք ունին այդ հատուկ հոգևոր աշխարհը, որտեղ իրանք կարող են տեսնել, որ իրականում մեզի շրջապատող աշխարհը քառակուսի է կամ կանաչ է, կամ դեղին է, կամ հրեշտակներ կան եւ այլն եւ այլն, եւ այդ հայտնությունը սահմանափակված է մնում այդ մարդու մեջ։ Դու կամ կհավատաս, կամ չես հավատա։ Գիտեք ինչ, եսպես հիմա շատ է տարածված, գիտեք, եկեղեցիներում, այսպես աղոթքի մեջ էի, մեկ այսպես մի հատ բան եկավ, մեկ այսպես մի հատ բան վերցրեց, մեկ այսպես մի հատ Մեկ ու ես մի հատ մոլորակի վրա հայտնվա, դե արի ու տես, հայտնվա, չհայտնվա, ինչ տեսավ, ինչ չտեսավ, տեսիլ կեր, քաշալ, ինչ էր։ Երեկվա խմածն է հələ չի թողել, ինչն է այդ մարդու մոտ, դու չի տես։ Բայց աստվածաշնչյան հայտնությունները ասում են, որ ինքը էկզոտերիկ, այսինքն ինքը բոլորի համար է։ Երբ որ դու աստվածաշնչի հայտնություն ունեցար, ինքը բոլորի համար է, ինքը պիտի բոլորին հասանելի եղնի, ինքը պիտի հասարակությունը փոխի, շրջապատին պիտի փոխի, ինքը շրջապատին պիտի մոտեցնի Աստծուն։ Եվ աստվածային հայտնությունը պիտի հաստատվի Աստծու զորությունով։ Մենք կարող ենք ելնենք շատ բաներ խոսանք, բայց պիտի ինքը հաստատվի։ Հավատքը հուսացած բաների ինչն է, հաստատումն է, պիտի հաստատվի, դուր հաստատությունն է։ Դու չես գնացել, ես հավատում եմ, որ բան է, Մովսեսի աշկերը կապուտ էր, հա ինչ, ասենք, խոսքի ինչ։ Երբ որ եկել էին բանը պաշարելու, Կոստանդինապոլիսը պաշարելու, Կոստանդինապոլիսի եպիսկոպոսները փոխանակ կռիվ տային, պայքարեին, պատերազմեին, իրանք կռիվ էին անում, թե Մարիամի աշկերն ինչ գույնի էր օրինակ։ Եվ ասեղի քթի վրա քանի հատ հրեշտակ կտեղավորվի։ Իհարկե իր Ադամը պորտ ուներ, դե չուներ։ Մենք Ռաստով եկեղեցիներից մենք հովիվը ելել էր, մի հատ հովիվ։ Մեր եպիսկոպոսը ինքի երկում է։ Կարծել եք, ես որ դու քարոզեի, հելել էր։ Իդեպ բայրը քարոզելու քսե։ Հետո կրկին է քսե մոծակները Հիսուսին խածել են դե չի։ Սա եկեղեցի թե ինչ հարց է։ Քսե բայց եթե մոծակները Հիսուսին խածել են, ուրեմն իրանք աստվածային արյան բաժին են ունեցել, չէ՞, մի մոծակները փրկված են, դե փրկված չէ։ Երեք մեծ քարոզ է տվել ուղղությամբ, անցել էր քանի տարի, ամեն հովական ժողովին, հենց այդ եղբայրը բերած բացել բանում խոսալու, Վլադիմիր Ալեքսանդրիչը քսել, ինչը մինչև մոծակները Հիսուսի կծել են, չեն կծել։ Մենք երբ որ ցենք աստվածային հայտնություն, աստված ճանաչողություն եւ այլն, մենք այդ տեսակ բաների չենք խոսում։ Մենք խոսանք Աստծո բնավորության, Աստծո տեսակի ճանաչողություն։ Ինչի՞։ Ինչի՞ է քեզի պետք, որ դու ճանաչես, թե ինչպիսին է Աստված։ Ես այս բոլոր հատվածները չեմ հանել էկրանին, բանավորսեմ դուք բաները։ Պապայիս ընկերներ, մութ տեղեն տարիներին որ լույս չկար, մեր տան աստիճաններով դիշտեր տեղի ծնուկ, ասեցինք
հոպար, կեցի լույս վառենք, լույսով իջի, սավ չէ, ես բանավոր միշտ։ Յանի կլեսի միտք սպահած էլ, ես բանավոր միշտ։ Ես էլ փորձեմ բանավորսեմ այդ հատվածները։ Պետրոս առաքյալը գրում է, որ մենք Հիսուս Քրիստոսով դարձանք Աստվածային բնությանը հաղորդ։ Պողոս առաքյալն է այդ մասին խոսում Եփեսացիներին ուղղված նամակի մեջ, Պետրոսն է գրում, որ մենք դարձանք Աստվածային բնությանը հաղորդ, հաղորդակից Պողոսացիներին ուղղված նամակի մեջ ասում է, որ մենք Աստված մեզի տարավ Հիսուս Քրիստո, Աստված իր մեզի տարավ լույսի մեջ, իր որդու լույսի մեջ Քրիստոսով, չէ՞։ Իսկ երրորդ բանի մեջ, գլխի մեջ, եկեք այդ տեղը բացեմ, կարդանք։ Լավից վատից վերջը բան ենք, էլի հավատացյալ ենք Աստվածաշունչ կարդանք։ Արդ եթե Քրիստոսի հետ հարություն առաք, ապա խնդրեք վերինները, որտեղ Քրիստոս է նստում, Աստծո աջ կողմը։ Վերինները մտածեք, ոչ թե երկրի վրայինները, վասնզի, այսինքն որովհետև դուք մեռաք եւ ձեր կյանքը ծածկված է Քրիստոսի հետ Աստծո մեջ, եւ ստեղ ամենահետաքրքիրը։ Բայց երբ որ Քրիստոս մեր կյանքը հայտնվի, այն ժամանակ դուք էլ նրա հետ կհայտնվեք փառքով։ Ուրեմն, սպանեցեք ձեր անդամները, որ երկրի վրա են, բորբոքություն, պղծությունը, կիրքը, չարցանկությունը, ագահությունը, որ կռապաշտությունը եւ այլն եւ այլն։ Այս հատվածը ունի հիմնական մեկնաբանություն, իր վախճանաբանական մեկնաբանությունը, որ երբ որ Հիսուս Քրիստոսը կա, մեր կյանքը այնտեղ ծածկված է, մեր փրկությունը Քրիստոսի մեջ ծածկված է, եւ երբ որ Հիսուս Քրիստոսը հայտնվի, մենք բոլորս կմտնենք այդ աստվածային փրկության մեջ, ինքը վախճանաբանական է։ Բայց ես մի անգամ սրա մեջ տեսա ուրիշ բան։ Որտեղ մեր կյանքը Քրիստոսի մեջ է։ Երբ որ Հիսուս Քրիստոսը մեր մեջ ձևավորվի եւ հայտնվի, մենք էլ Հիսուս Քրիստոսի հետ մեկտեղ փառքով կհայտնվենք, որովհետեւ այս հայտնվել բառը հունարենում նշանակում է ի հայտ գալ, բացահայտվել, այնպեսին, որ մյուսներն էլ տեսնին։ Երբ որ Հիսուս Քրիստոսը մեր մեջ սկսեց ձևավորվել եւ բացահայտվել, Աստծո փառքն էլ մենք էլ փառքով կսկսենք հանդես գալ, ի հայտ գալ մարդկանց առաջ։ Եվ դրա համար մեզ պետք է Աստված ճանաչողություն, եւ եկեղեցում, երբ որ մենք ուկանք սեղ երկրպագության, կներեք ես կոպիտ խոսքիս համար, երկրպագությունը մարզանք չէ։ Նստանք կագնանք, թերքերը հանեցինք, իջը ծրեցինք, շնչառությունը լավ է, փառքաստու ամեն։ Երկրպագությունը այդ չէ։ Երկրպագությունը Աստծո երեսը, հատկապես մենք, երեք ես ցեզի բացատրեմ, մենք, այսպես ասած, 50-ական խարիզմատա խառը եկեղեցիներս, մենք երկրպագության հանդեպ ունենք հատուկ վերաբերմունք։ Մենք ուղղակի երկեր չենք երկել։ Մենք ակնկալիք ունենք, սպասելիք ունենք, որ մեր երկրպագության ժամանակ Աստված հատուկ ձևով կսկսե դրսևորվել մեր կյանքի մեջ։ Մեկ միև կսենք, դες հովիվս հետ, ուշադիր եղեք, աղոթքի ժամանակ Աստված կարող է խոսա ինչ որ մեկի սրտի հետ։ Եվ էսի մի հատ գերբնական հայտնություն է, մի հատ գերբնական վիճակ է, որի մեջ մենք կմտնենք։ Ինչ է գերբնական վիճակը, ինչ է գերբնականությունը մեր աղոթքի մեջ։ Եվ ոնց որ դուք գնաց ով է սիրում ցուկ բռնել։ Ցգի երտալով կսիրեն։ Մեր ընկերները քիչ կերտան ցուկ բռնելու, ցեց ինձ է տարեկետները, ցեց ինձ կարճ ունես, քեզի չենք տանում։ Ոնց չէին կարա մի հատ կարճ տային, էլի։ Հա, ասեն դու կարճ ունես, ու չեն այդ ուդեչքի։ Սի լավ։ Աներոջը զանգեցի Մոսկվայից ինձ ցգի կարճ բերեց։ Լավ է ցգի կարճ բերե իր սախտաշախուշով, իրանք էլ չգնացին ցգի։ Բայց երբ որ դու կերտած ցգի, ցգան կարտը գցեցիր, ցուկը կպավ, դու հանեցիր ցգին ու պատկերացրու այդ հանելու ժամանակ մի քիչ անել ես վերև ու ցուկը կարտից պոկվավ։ Ու նորից հետ ընկավ ջուրը։
այդ հատվածը, երբ որ ծուգը ջրից դուրս է թռել, նորից ետ է մտել ջուրը, կոչվի գերբնական վերապրում, որ ինքը իր միջավայրից, սովորական միջավայրից դուրս եկավ, տեսավ մի հատ ուրիշ աշխարհ, ծառ տեսավ, թուփ տեսավ, ձկնորս տեսավ բերետով, բան էլի, կողքը կանգնած մի հատ օպել, բան տեսավ, ու չի հասկնալ ինչ է, բայց էսի մի հատ նոր աշխարհ է։ Եվ ինքը կերտա նորից իր ջրի մեջ, ցեն ինչ կան դեղ, այնտեղ լրիվ ուրիշ աշխարհ է։ Լրիվ ուրիշ վիճակ է։ Եվ մենք երբ որ կուկանք աղոթքի եւ երկրպագության, երբեմն մենք կսպասենք, որ մեր աղոթքի ժամանակ Աստված կարտը կգցե։ Եվ մենք կբռնվենք այդ կարտից, եւ Աստված մեզ մի հատ կարճ ժամանակով կհանե մեր այսօրվա եղած միջավայրից վերև, մեր այսօրվա վերապրումներից վերև, եւ մենք գերբնականորեն կվերապրենք Աստծո ներկայություն, Աստծո հպում, Աստծո հայտնությունը, եւ այդտեղից հետո մենք կարող ենք նորից հետ գալ մեր միջավայր։ Իհարկե, այս օրինակի իդեալական օրինակ չէ, այս օրինակի վրա կարելի է կռիվ դարձել, բայց սատանան կարող է խայտ գցել եւ այլն, տարբեր օրինակներ կարող ենք բերենք, բայց ես ուզում եմ որ դուք ոչ թե օրինակի վրա կենտրոնանաք, այլ իմաստի վրա կենտրոնանաք։ Եվ երբ որ մենք կմտնենք Աստված ճանաչողության մեջ, Աստծո նպատակն է մեզի փոխել, ձևափոխել, դարձնել իր նման։ Որովհետև երբ որ դու Աստծո նման ես, ու շրջապատը կփոխվի դառնա Աստծո նման։ Մի անգամ մեր ընկերներից մեկը լավ, այսի պատմեմ նոր ասում եմ։ Սերլիներս պրեմսը մենք ռաստով էինք, թող եկել ենք լրիվ, ինչ պատճառներով, տեխնիկական պատճառներով, էլի փաստաթղթերի հետ կապված, քաղաքացիություն չկա, մնալը անհնարին է, եւ այլն, եւ մենք հասկացանք, որ Աստծո ժամանակն է եկել, որ մենք հետ գանք, իհարկե, լավ բան չէ։ Եվ այնտեղ մենք ընկերներ ունենք, այնտեղ հովիվների հետ մեր հարաբերությունները շատ մտերիմ է, շատ լավ են։ Մենք մոտ 30 եկեղեցի ամեն 5 շաբթի հավաքվենք առավոտ ժամը 8-ից մինչև 9 անցկես աղոթք եւ հաղորդություն։ Այնտեղից հետո կնստենք իրար հետ հաց կուտենք, իրար հետ Աստծո խոսք քննարկենք, հայտարարություններ ու մոտ ինչ կա, եւ տարվա մեջ այդ 30 եկեղեցիներով մոտավորապես 7-8 համատեղ ծրագրեր կան, երիտասարդական կոնֆերանս, մանկական կոնֆերանս, փառաբանության երեկո, աղոթքի երեկո եւ այլն, շաբաթօրյակներ, աղոթքի բաներ, տարբեր տեսակի միջոցառումներ, նույնիսկ ես վերջերս ասեցինք հերիք եղավ ամեն ամիս մի բան անում ենք իրար հետ։ Եվ մի անգամ տենց մի հատ աղոթքի ծառայություններ, եղբայրներից մեկը հելավ ասեց, երբ որ մենք ապաշխարեցինք, մեր հովիվը մեզի հավաքեց, ասեց հետ գնացեք ձեր տները եւ այնտեղ եկեղեցի սկսեք։ Հետ գնացինք մեր տները, 6 ամիս հետո կանչեց։ Կանչելու բանը, հետաքրքիր խոսալու ձև ուներ, էլի։ Այդ դունդուկը լարի տեսնի մի բան եղել է։ Եվ կարծներ, ձերոնք ապաշխարեցի։ Ասենք ասում էր, չէ։ Ընկերները դա ապաշխարել են, չէ, ձեր տնից ոչ մեկը չի ապաշխարել, չէ։ Դու ծառայող չես դառնացել, ձեր տնից քանի հոգի ապաշխարեցի։ Չէ, ուրիշ բան չէր ասել, ձեր տնից քանի հոգի է ապաշխարել։ Եվ քսե մեկը մի չէինք ասել, քսենք մեր տնից չէին ապաշխարել, կողքի փողոցից են ապաշխարել։ Ձեր կողքի փողոցի դա հաշիվ չէ։ Քսենք ինչի, քսե որտեվ կողքի փողոցինը քեզի չի ճանչեք, ու տնեցիկ քեզի կճանչեն։ Եվ եթե քու տնեցիկ չեն ապաշխարել, ուրեմն չեք քու մեջ փոփոխություններ չեն տեսել։ Լավ քու մոտիկներից ոչ մեկը չապաշխարեց։ Եվ քսեմ ինչ հետաքրքիր է, չէ, մենք այդ կատեգորիաներով չենք մտածել։ Մենակ ես վերջերս մենք հետ դառանք Վահագ եղբորից, վերջերս ո՞րն է, 2 տարի առաջ, 3 տարի առաջ էր, հետ դառանք նայեցինք, որ մեր մոտիկ ընկերները, որոնք որ մեզ հետ մոտ ընկերներ են, համարյա սաղ հավատքի մեջ են, մեր ընտանիքի անդամները համարյա սաղ
համարյա լրիվ հավատքի մեջ են, մեր մորքուրած թակումը սա լավից վատից գոնե ապաշխարության աղոտ կերել են, և ամենա ճոխ ապաշխարությունը մեր պապայի ապաշխարությունն էր, երբ որ իմ ձեռնադրության ժամանակ ինքը ապաշխարեց, և երբ որ Ռուբիկ եղբայրը և բանցեցին, որ քու բոլոր մեղքերդ ներված է, պապան ուրախ եկավ, սեղաներ գծե տունը, արաղ բան առետր է, ընկերներին է հավաքել էր, բանով, ուտենք, խմենք, քեֆենք, իմ մեղքերս ներված են։ Իք ամենա օրիգինալ ապաշխարությունն է։ Որտև երբ որ մենք փոխվենք, մեր շրջապատն էլ հետը կսկսե փոխվել։ Ամեն։ Մի հատ էլ տեղ կարդամ, ձեզ հետաքրքիր է, դե թողնեմ երթամ։ Գործք առաքելոց 17-րդ գլուխ 26 համար։ Որովհետև ասում է մի արյունից ենք մենք, չէ։ Գործք առաքելոցն ու դեղ էր, բանից հետո չէ։ 17 26 Եվ մենք Եվ նա մեկ արյունից մարդկանց բոլոր ազգերին արավ և երկրի բոլոր երեսի վրա բնակվեն, որոշած ժամանակներից նրանց բնակության սահմանները հաստատեց, որ Աստծուն խնդրեն, որ լինի թե խարխապեն, խարխապել բառացիորեն նշանակում է որոնել։ Որոնել, բայց ոչ թե բաց աչքերով որոնել, այլ սենց որոնել։ Իսկ ինքը չի հասկնա, բայց որոնման մեջ է, չի պատկերացնում է, բայց որոնում ունեն։ Որոնեն նրան և գտնեն նրան, որովհետև ինքը հեռու չէ մեր ամեն մեկից, որովհետև մենք նրանով ենք ապրում, շարժվում կյանք եւ այլն եւ այլն։ Եվ հետաքրքիր է, որ Աստված դրել է այդ սկզբունքը եւ Աստծո սպասելիքն է, որ մարդը Աստված փնտրող եղնի, Աստծուն փնտրե, Աստծո երեսը փնտրող եղնի, որ գտնի էլ։ Հետաքրքիր է Մովսեսը 40 տարի Աստծո հետ տարբեր տեսակի հայտնություններ ունեցավ, տարբեր տեսակի հանդիպումներ ունեցավ, որպեսզի կարողանա իր կոչումը իրականացնել։ Եվ մենք մտածում ենք, մենք շատերը կան, օրինակ դուք հեչ հարցել եք Աստծուն, ո՞րն է ձեր կոչումը։ Հեչով է այդ հարցը տվել։ Տեր Աստված, ո՞րն է իմ կոչումը։ Մի անգամ գնացիք մի հատ տեղ ծառայելու, մոտավորապես մի 5-600 հոգի մարդ էին նստած, այն մեր սպես եղբայրներից էին, և երբ որ ասեցին, ով գիտե իր կոչումը, մի հոգի ձեռք արտադրել, այդտեղի եպիսկոպոս։ Մնացած ոչ մեկը քսեն մենք չունենք մեր կոչումն ինչ է։ Եվ էսի շատ լուրջ հարց է, և մարդիկ սա կուզեն իմանան, ո՞րն է իրանց կոչումը, ո՞րն է մեր կոչումը։ Նախ ես եմ համար առաջին մեր կոչումը Աստծո որդի լինելն է։ Ամեն, ամենակարևոր կոչումն է։ Ելոք է, դու իմ որդին ես և ես այսօր քեզ ծնեցի։ Բայց հետո մենք կուզենք ունենանք կոչում, որը կապված է ուծության հետ, ծառայության հետ, մենք այդ կոչման մասին է խոսքը, ո՞րն է իմ կոչումը, լեյտենանտ եմ, մայոր եմ, ինչ եմ։ Եվ շարունակության մեջ, Եբրայեցիներին ուղղված նամակի մեջ չէ, դու սիրեցիր արդարությունը և ատեցիր անօրենությունը, դրա համար Աստված քեզի օծեց ուրախության յուղով ավելին, քան քո եղբայրներին։ Եվ ես մի անգամ մի հատ հովիվի ցարծազրույց կվերցնեի, ասեցի, ո՞րն է այն անօրենությունը, որ դու կատես։ Մտածել եք հեչ այդ մասին։ Ինչն է ձեզի համար ամենաատելի անօրենությունը։ Եվ ո՞րն է ձեզի համար ամենասիրելի ճշմարտությունը։ Ինչքանով մենք սիրենք ճշմարտությունը և ինչքանով է մեզի համար ատելի անօրենությունը։ Եվ երբ որ մենք սկսենք մտնել այդ պրոցեսների մեջ, հավատացեք,
օծության պակաս չկա։ Եվ ես իմ այսօրվա ձեզ ուղղված այդ ուղերձը, որ մենք չդադարենք Աստված փնտրելուց եւ Աստված ճանաչելուց։ Ինքը մեր Աստված անվերջանալի է, մենք ինչքան իրան փնտրենք, ինչքան ճանաչենք, մենք տեսնենք, որ նայեք ինչն է նկությունը, կարելի է բանը 1-2 բանով մեզի աջակցես տավիղով մարգարեի վրա հոգի իջնի։ Գիտեք ինչով կտարբերվի հրեշտակների գիտությունը մարդու գիտությունից։ Հրեշտակները իրանց հասանելիք գիտությունը ստացել են իրանց ստեղծման վայրկյանից։ Ինչ գիտեն, ինչքան գիտեն։ Մարդը Աստծո մասին գիտելիքը կստանա process-ի ընթացքում, կյանքի ընթացքում Աստված այդպես է դրել։ Եվ նույնիսկ ադամական այդ դրախտային ժամանակներում Աստված ժամանակ առ ժամանակ իջներ Ադամի հետ զրուցելու, որովհետեւ Աստված ճանաչողություն ունենար Ադամը։ Եվ քու երեկվա Աստված ճանաչողությունը շատ լավն է, շատ ընդիր է, բայց ինքը քեզի կթողնա երեկվա մեջ։ Եթե դու կուզես նոր մակարդակի մեջ ես դու նոր Աստված փնտրտուք ունենաս, նոր Աստված ճանաչողություն ունենաս։ Եվ հրեշտակները, որոնք որ գիշեր ցերեկ երկրպագեն Աստծո առաջ եւ կսեն որ սուրբ է։ Իրանք Աստծո գահի առաջ են, բայց ավելը չգիտեն, իրանք ավելին Աստված ճանաչողություն չունին։ Դրա համար իրանք չեն սե սուրբ ես, արդար ես, ողորմած ես, մարդը կսե։ Եվ մարդն է Մովսեսի երկը երկող 144,000-ը երկ երկն, որ ոչ ոք չի կարող երկել։ Ինչի։ Այդ ինչ կերկեին, այդ ինչ Մայքլ Ջեքսոն կերկեին, այդ ինչ էր երկացնեն, որ ոչ ոք չէր կարող երկել։ Այդ ինչ տոնայնության մեջ էր, այդ ինչ հանգավորումների մեջ էր։ Այսօր մարդը զարգաց է ռեփ կարտասանելու երկեղավ, ինչ չի երկել։ Ես շատ եմ մտածում, լավ ինչ երկել, ոչ ոք չէր կարող երկել, բացի նրանցից, բացի 144,000։ Եվ երբ որ մենք ուշադրություն ունենք այդ 144,000-ը Քրիստոսի կամ Աստծո անունի համար գլխատվածներն են։ Որովհետև մենակ իրանք ունին այդ Աստված ճանաչողությունը։ Իրանք ունին Աստծո հետ այդ անձնական փորձը։ Իրանց անցած կյանքն է, իրանց անցած process-ն է, իրանց երգն է։ Մյուսները չունին այդ պատկերացումը, մյուսները չունին այդ ընկալումը, ուքսեն չեն դեսնես ինչ կերկեն։ Եվ պատահական չի որ Աստծո գահի առաջ 24 երեցներ են։ Եք ես միշտ մտածել եմ սրա մասին։ Սիրելիներս Աստված ճանաչողության մակարդակներ կան, եւ Աստծո հետ մտերմության մակարդակներ կան։ Դրա համար էլ Աստծո օրհնության մակարդակներ կան, Աստծո զորության մակարդակներ կան, Աստծո հայտնության մակարդակներ կան։ Ոնց կարող են Աստծո ներկայության մեջ նույն մակարդակի ընկալեն Աստծո փառքը, օրինակի համար մյուս անուններ տամ որ օրինակ Պողոս առաքյալը կամ Հովանեսը եւ մեր հարևանի Եղսիկուն որ վերջի մոմենտին ապաշխարեց գնաց երկիր։ Իրանց Աստված ճանաչողություն կան այն մակարդակի վրա է։ Ոչ։ Ոայ, մենք օրեսյանք երկինք, մենք ամեն ինչ կիմանանք, ամեն ինչ չես իմանա։ Կիմանաս քո այստեղ երկրի վրա եղած Աստված ճանաչողության մակարդակով, ավել չես իմանա։ Հոնիխ որ, իսկ ինչ խոսացիր մեր սա հավատը կանդիր։ Այո։
Եվ հիմի բացատրեմ մի հատ բարձ եւ պրիմիտիվ օրինակով։ Ով ցեզանից ունի երաշտական կրթություն, ձեր բարձր։ Ջուտակ նվագող չկա միշտ։ Ով կա ձեր բարձր։ Երաշտական կրթություն։ Ես նվագել չպետք տամ ձեր բարձր։ Ով որ գոնե երաշտական դպրոց է գնացել։ Ձեր բարձր։ Գնացել եք ձեր։ Մեջ գնացել եք սիմֆոնիկ համերգ։ Ըմիք եք էսկանովս գնաք մի հատ սիմֆոնիկ համերգ։ Մարդը, որը կյանքի մեջ ոչ նոտա գիտե, ոչ սոլֆեջո գիտե, ոչ գարմոնիա գիտե, ոչ գործիքը գիտե, ինքը ջուտակը դավուրից չի տարբերել։ Դու ու ինքը նույն ձևով կլսեք այդ համերգը։ Նույն շենքն է, նույն դալիճն է, նույն երաժշտությունն է, նույն երաժիշտներն են։ Բայց մեկի համար չժռվժռ է։ Մյուսի համար լուրջ ստեղծագործություն է եւ կա ավելի բարձր մակարդակի կոնսերվատորիա ավարտածները։ Ցեն հետաքրքիր է։ Ինքը այս իրանք այս գործը նվագեցին սրա տված նոտաներով կամ նրա տված նոտաներով։ Եվ մեկը նստած է, այ իսկ եթե երկրորդ ջուտակը այստեղ է այս ձևով նվագել։ Այդպիսի բան թե չկա։ Կա, նույն ձևով երկնքում է։ Մենք բոլորս կենք ասում փառքի մեջ։ Մենք բոլորս կենք ասում ներկայության մեջ, մենք բոլորս կվայելենք Աստծո սերը, ամեն մեկը լիությամբ, ամբողջական լիությամբ, բայց քուչապետ լիությամբ։ Եվ Աստված դրել է, որպեսզի մենք այս կյանքում հավատքով ապրենք, Աստված ճանաչողություն ունենանք, նվիրում ունենանք, դեք նվիրում եւ հավատարմությունը Աստված ճանաչողության անբաժանելի մասն է։ Չնվիրված եւ անհավատարիմ, անհաստատ մարդը խորը Աստված ճանաչողություն չի ունենա։ Որովհետեւ ինքը միշտ հարմար պահից հարմար պահ կտեղափոխվի։ Ինքը թույլ չի տա, որպեսզի իր մարդկային կարծրատիպերը կոտրվին եւ ինքը Աստծուն ճանաչի ավելի ուրիշ ձևով, ուրիշ մակարդակով։ Իրան հարմար է, ինչ է։ Այս պահի հաջողությանը նայելով, այս պահին հարմար է, այս պահին հաջողություն է, այս պահին սեն ճիշտ է, այդ պահին ճիշտ է, բայց աստվածային իմաստության մեջ սխալ է։ Եվ երդասարտի ու տարեց մարդու տարբերությունն ինչ է։ Մնացեն տարիքով մարդիկ եւ երդասարտներ, քույրեր եղբայրներ, քույր եղբայր։ Երեխեն կուկակ սեպապ սիրահարվել է։ Իրանք չի հետաքրքրել է ով է, ինքը սիրահարվել է։ Կա այդպես բան։ Մեկ է տնեցիք ով է։ Հələ սպասեք, հələ մի բռացրի։ Հələ տեսինք ով է, ումոնցեն է, ինչ է, ինչացու է, այդ տղեն ինչ կենե, կամ այդ աղջիկն ինչ կենե։ Չի մենք որովհետև ունենք որոշակի կյանքի փորձ եւ մենք սկսենք մեր տեսանկյուններից առանց շտապելու, առանց փորձենք ավելի խորը նայել։ Իսկ երդասարտին ինչ կա, սիրտը կպա ու գնաց։ Երկուսն էլ ճիշտ են, երկուսն էլ լավ են, երկուսն էլ սխալ չեն։ Բայց երդասարտին ավելի բնորոշ է էմոցիաների տակ։ Մեկ որ նոր սկսեցիք ծառայել։ Ռուբիկ եղբայրս այդ արտիկ ծառայության կարիք կա, ով կերտում։ Ես կերտում։ Ով կգնա մեզ համար, հա? Ես կգնամ։ Էդ արտիկ։ Հետո եկատում, եսի ուր կեր, յանի մուղ, են աշխան աղալևը ֆիլմը կհիշեք, հիշում ես վեշերդ հավակի, իրերդ հավակի կաղաք էիր գնում, ուր ես գնում, եկա տղեք ես էցի տղեք կարող էին տեղես տուք ես, ոչ ինչ է, հելել եմ, ոչ պուղվա չէ բար, ոչ պոշիտ կաղաք, ոչ շոր կաղաք, ոչ խելք կա գլուխս, ոչ մի բան, բայց կա բան, Entuziasm, լեցնություն, Պողոսարակյալի նման, առատ։ Եկ, անխելք մարդը ինչքան լավ է։ Անխելք մարդը ինչ ուղղությամբ էր տակ, միշտ առաջ ընթաց։
Եվ կսե աշխարհի ամենասարսափելի բանը կսե էնտուզիազմով լցված անխելք մարդ, աշխարհի ամենասարսափելի երևույթ։ Ելանք գնացինք, կոշիկներս մի հատ քիթը կպայր, մեկը ետևը, գիտես ես կողքերը, ես վաքս կքսեի վերեն, որ չերևար որ բան, մեկի տերնեն որ այցելության կերտայի, կսեին կոշիկները թան, չէ, լավ է, մի հատ։ Ու ոտով չապինք սաղ արտիկը։ Տուն չկա, որ մեր կրկույկները բաժնատ չեն։ Երեխա չկա, որ մեր ճամբարներն անցած չեն։ Հմիկը մտածել մեկը սեդ, հմիս եք իմ տղեսս է, դեք երտա, Եվ հետո ինչ խիրկերինք հելանք գնացին, առանց ընտանիքի, առանց պսակվելու, առանց բանի, Մարինեն եկավ եկեղեցի, տեսած, ձերից պասպորներ է հիմարություն, պսակման, ոչ ապրելու տեղ ունի, Մարինեին կուզեմ իրա տնից կկցեն, ուր, իսկ եթե մեզի ասված ստանի աշխարհի ծերը, լարտիկի ծերն է չենք հասարդեն աշխարհի ծերի մասը։ Եվ երիտասարդներ բնորոշ է, էնտուզիազմով լցված, կրակով լցված, առանց երկար բարակ մտածելու, առանց բանենելու, շարժվինք առաջ։ Բայց մեկ է կուկա մի հատ ժամանակ, որ ասված կսել է, հոպ, սպասել է։ Մենք իրար հետ խոսալու բան ունենք։ Դա սատանայից։ Սպասի հետը, մենք դու շատ լավ եք ու ծառայությունները։ Մի հատ կոնֆերանսի են գնացել, Վահագ եղբայրը, հետո սել ես վերջերս, սել էին, պաստր Վահագ, ոնց էր ես կոնֆերանս ես ժողով է էլի, շատ լավ փառաբանությունը, բան ընտիր, շատ ընտիր էր փառաբանությունը, քարոզները, աղոթքները, շատ բարձր մակարդակի էր, եթե Հիսուսը ստեղ եղներ ու տեսներ շատ ուրախ։ Կսեմ եք է հովիվները սառան մերով մեկ քանի պահ, հետո նոր ճոգի թե ինչի մասին է խոսում, Հիսուս նոր ստեղ եղներ տեսներ շատ ուրախ։ Եվ Աստված կսկսե մեզի հետ աշխատել մեր սիրտը փոխել։ Եվ գիտես, երբ որ Աստված կուկա, ինքը քո հարցերի չի պատասխան։ Ի քեզի հարցեր կտա, որի պատասխանը դու գտնես։ Գիտեք այդ ասացած որ չէ, ինչից է որ հрьяան հարցերին հարցերով պատասխանել։ Գիտեք պատասխանն ինչ է։ Իսկ ինչու չի կարելի հարցերին հարցերով պատասխանել։ Եվ ես մի անգամ շատ նեղված էի մի հատ իրավիճակից սկսեցի կռիվ տալ Աստծուն։ Ես չես տեսնի ինչ կկատարվի։ Եվ տես լուսուտեմ ժամը 5-ի կողմեր էր Հիսուսը մտավ սենյակ։ Ես զարթուն էի, քնած չէի, բան տեսա մտավ սենյակը, եկավ կողքս նստավ։ Գիտես ինչ է։ Քեզ ինչ։ Ես քեզի դու համար եմ բերել, գործը դիրա կնա։ Քեզ ինչ դու ո՞ր ես եկել։ Ես պետքան բաններեցի, բան, իրոք մի հատ շնորհակալություն չարեմ, սա իսկ դու սովորություն ունես вообще շնորհակալություն հայտնելու։ Ես հա, եւ ասած թվեց։ Այն բոլոր բաները, որոնք մարդիկ իմ կյանքից մեջ երել են, բայց ես երբեք շնորհակալություն չունեմ։ Ես մտածել եմ, որ այդպես է տեղներ։ Ես էլի բաներ ունեի հարցնելու, բայց ինքը պատասխանելու բան չուներ, եւ Հիսուսը դուրս եկավ սենյակ։ Եվ ես առավոտ ժամը 7-ին կերտանք լիդերական վիես, հա, այդպես բանը։ Հավաքել են եկեղեցին է, ագոպեպար քանդվիգս են մեջ բաժանում է եղել եկեղեցում, երիտասարդական լիդերը սաղ բիզնեսմեններին, բաներին հավաքի եկեղեցից տարել է, նատ մեծ ապստամբություն էին կազմակերպել, եւ ժողովուրդը չարթած փշրված այդ վիճակի մեջ,
դիքցիոնարի խոսք խոսել։ Եվ երբ որ գնացինք այդտեղ, հավաքվանք, նստանք, բաներեցինք, ես այդ հանդիպումից պատմեցի։ Եվ ամբողջ թիմը սկսեց լացել։ Սկսին իրարից ներողություն խնդրել, սկսին իրարից շնորհակալություն հայտնել, ու բժշկություն եկա։ Եվ շատ կարճ ժամանակում եկեղեցին բժշկվավ։ Նորից լցվավ եկեղեցին, նոր երիտասարդներով, նոր մարդկանցով, նոր ծառայողներով, լուրջ բժշկություն եկա։ Հələ նույնիսկ իրանք տարածք վերցրեցին, սկսեցին ճամբարները, եկեղեցին ավելի մեծ թափով առաջ գնաց։ Ասեմ, ինչից եկավ այդ բժշկությունը։ Ինչ որ մեկը հանդիպում ունեցավ Աստծո։ Ինչ որ մի հատ Աստված ճանաչողության նոր մակարդակ եկավ։ Եվ ես կուզեմ ձեզի համար աղոթել։ Հակոբ եղբայրը խնդրել էր անհատական աղոթել բոլորիդ համար։ Ով որ կուզե։ Բայց ես մի հատ կուզեմ ընդհանրական աղոթել։